սիրելի հայ ժողովուրդ, եկել է սթափ դատելու ժամանակը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին եղել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Բարգավաճ Հայաստանի թեկնածու։ 3 տարի առաջ ես ուղղակի տարբեր հարթակներում մամուլի ասուլիսների, Facebook-յան գրառումների միջոցով ընդամենը մի բան եմ ասել։ Հայաստան Դաշինքի 99%-ը եղել է Նիկոլ Գոռացով։ Այսօրվա Հայաստան Դաշինքի գնացեք պարլամենտ, բացեք պարլամենտի Հայաստան Դաշինքի խմբակցության ցուցակը, կարդացեք, որ կտեսնեք 99%-ը եղել է Նիկոլ Գոռացով։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ այսօր հանդես է գալիս արմատական դիրքերից, եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կոալիցիոն կառավարության մաս, հանդիսացել է մաս։ Նրա կազմում ընդգրկվել են ՀՅԴ-ական նախարարներ, ՀՅԴ-ական մարզպետներ եւ այլն եւ այլն։ Այսինքն Հայաստան Դաշինքի այդ սեգմենտը, որը այսօր հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից, եղել է գործող իշխանության հենարանը, հենասյունը, իշխանության բերողը։ Իսկ զուտ արժե համակարգային տեսակետից, քաղաքագիտական տեսակետից, եթե Ռոբերտ Քոչարյանի անփառունակ իշխանությունը չլիներ, քաղաքական ղեկավարումը չլիներ, եթե Սերժ Սարգսյանի անփառունակ կառավարումը չլիներ, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա եւ այսպես ասած այդ հեղափոխություններ չէր մոգոնվի ու չէր փաթաթվի մեր ժողովրդի վզին։